Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես լավ ենք ու սկսում ենք մեր հերթական վլոգը։ Ես արթնացել եմ, պատրաստվել եմ, սուրճս վերցրել, եկել եմ ննջարան, որպեսզի միասին համ սուրճ խմենք, համ էլ սկսենք մեր վլոգի սկիզբը ազդարարել, հա։ Անգելինան կողքս խաղում է, եթե կողքից ինչ-որ ձայներ լսեք, իմացեք, որ Անգելն է։ Նախ, ինչի որոշեցի այսօր վլոգ նկարել, որովհետև ուզեցի իմ շնորհակալությունը հայտնել ձեզ, քանի որ ես այս վերջերս հաճախակի էի վլոգներ տեղադրում, այսպես իրար հետևից ու նկատել եմ, որ ամեն վլոգս տեղադրելուց հետո իմ մոտ ավելանում են նոր հետևորդներ։ Այո, ես դա նկատել եմ, ես անչափ շնորհակալ եմ, որ դուք ինձ բաժանորդագրվել եք, որ հետևում եք ինձ ու իմ ալիքը, դա փաստում է այն մասին, որ ինչ-որ չափով ես, իմ երեխաները, իմ առօրյան ու ապրելակերպը ձեզ հետաքրքրում են ու անչափ շնորհակալ եմ, անկեղծ եմ ասում, ես հաշվի առնելով այն փաստը, որ ես հիմնական վլոգներ սկսեցի նկարել 2025 թվականի հունվարից, ավելի շուտ 24 թվականի վերջերից, հա, դեկտեմբերից, այդպես վլոգներ նկարեցի ու այսպես գցեցի YouTube, բայց այն ժամանակ իմ ալիքում ընդամենը 1-2 հետևորդ էին, անկեղծ եմ ասում, ու այդ 1-2 հետևորդը իմ աղջիկն էր ու մամաս, ու այս ամիսների ընթացքում այսպես աճել ենք ու հասել ենք 95 հետևորդի։ Գիտեմ, որ շատ քիչ քանակ է, շատ քիչ թիվ է, քանակ չէ, թիվ է, ու երբ նայում եմ մյուս բլոգերների հետևորդների թվին, ես եմ որ շատ աճելու տեղ ունեմ, թե իմ խոսակցականը, թե իմ վիդեոների որակը, ես այդ ամեն ինչը հավատացեք շատ լավ հասկանում եմ, բայց ես ասել եմ ու հիմա էլ կասեմ, որ ամեն ինչ ընթացքում կշտկվի, հաշվի առնելով այն փաստը, որ ես նկարելու հետ այսպես ոչ մի հմտության չեմ տիրապետում, չգիտեմ, ես այս ասպարեզում չեմ եղել, ոչ մի գաղտնիքի այսպես ասած չեմ տիրապետում, բայց ամեն ինչ անում եմ, որ հնարավորինս որակյալ լինի ու հետաքրքիր, ու դա փաստում է այն մասին, որ դուք քիչ-քիչ 1-2 հոգով ամեն վլոգում 1-2 հոգի ավելանալով իմ ալիքը աճում է, զարգանում է, որի համար էլի եմ ասում շատ շնորհակալ եմ, նաև շնորհակալ եմ այն մարդկանց ջերմ ու բարի խոսքերի համար, որոնք ուղղում եք ինձ ու իմ ընտանիքին։ Մի խոսքով, այդ ամենից ոգևորված այսօր եւս որոշեցի վլոգ նկարել, չնայած նրան, որ ամանորյա աժոտաժի մեջ ենք բոլորս, այդ թվում եւ ես, գիտեմ, որ բոլորը շատ խառն եք գնումներով, տան մաքրությունով, ինչ-որ ուտեսներ պատրաստելով, բոլորս այդ ամեն ինչի մեջ ենք, բայց հույս ունեմ, որ երբ կնստեք հանգստանալու, սուրճ խմելու կամ թեյ խմելու կամ ուղղակի նստել հանգստանալու, կմիացնեք իմ ալիքը, կմիացնեք իմ վլոգը ու դրական էմոցիաներ կստանաք։ Իսկ հիմա ես սուրճս խմեմ, վերջացնեմ ու տանից դուրս պետք է գնամ վերջի գնումներս անելու, վերջի շտրիխները, որոնք մնացել են, այդ ամեն ինչը անեմ, վերջացնեմ, կամ տուն ու անցնեմ տան գործերին։ Սիրուններս, միամիտ պատուհանից դուրս նայեմ ու ինչ տեսնեմ, այս հրաշքը, խնդրում եմ տեսեք ինչ սիրուն, առատ ձույն է գալիս Գյումրիում,
Այս տարի երևի սա առաջի ձյունն է, որ գալիս է, մի քանի օր առաջ եկել էր, բայց գիշերներ եկել ու չէինք տեսել, մինչև էլանք արդեն ինքը հալվել, գնացել էր, բայց հիմա ամբողջ գիշեր ձյուն է եկել, այսպես հատակին ձյուն է նստած ու հիմա էլ առատորեն գալիս է, ասեք, որ հեքիաթ է։ Ու ես երևի այն մարդկանցից եմ, ովքեր ձմեռը ասոցացնում են ձյան հետ, ամանորը ասոցացնում են ձյան հետ, այո, իմ համար եթե չկա ձյուն, ապա ամանորը ստից է թվում ու կարծես ամանորի շունչ չկա, խնդրում եմ ասեք, որ ես մենակ չեմ ու իմ նման էլի մարդիկ կան, որ առանց ձյան ամանոր չեմ պատկերացնում, առանց ձյան ձմեռ չեմ պատկերացնում, տեսեք ինձ սիրուն է, անվերջ կարող եմ նկարել, անվերջ կարող եմ այսպես տեսախցիկը պահել, որ տեսնեք, թե ինչքան սիրուն ձմեռ է ներկա պահին մեր մոտ, ես շատ եմ սիրում ձյունը, իմ համար դա մաքրության, թարմության խորհրդանիշ է, չգիտեմ, գուցե դա նրանից է, որ չգիտեմ ինչից է, բայց իսկապես շատ ուրախացա, որ ձյուն տեսա, երեխեքն էլ ահավոր ուրախացել են, հիմա մի փոքր ձյունը նստի, երևի դուրս կգանք, որ երեխեքը մի փոքր ձնագնդիկ խաղան, ուրախանան, որովհետև գուցե մի քանի օրից այս ձյունն էլ հալվի ու չկարողանանք վայելել։ Ես դուրս եկա, այնքան հավես ու հաճելի եղանակ է, արագ գնամ խանութ, գործերս ավարտեմ ու գամ տուն, որովհետև տանն էլ բավականին շատ գործեր ունեմ ու եթե հասնեմ երեկոյան կգնանք ման տալու։ Ժողովուրդ, էս ինչ ա կատարվում քաղաքում, ամեն ինչ կաթված է հար եղած, խանութ մտնել չես կարող, ես մի կերպ եմ իմ գնումները արել, հիմա ջախջախված գնում եմ տուն, հույս ունեմ, որ երեխեքիս կկարողանամ թաքցնել նվերներս, որպեսզի ամանորի գիշերը հետաքրքիր լինի։ Ոյ, ահա որ այս օրերին խանութ գնալը աբսուրդ է ուղղակի, աբսուրդ։ Գյումրվա գեղեցիկ ու զարդարված փողոցները լցված ամանորյա շնչով, եկեք մի փոքր պատմեմ իմ մասին։ Ես Լիաննան եմ, 32 տարեկան, ծնվել ու մինչև 7 տարեկան ապրել եմ գյուղում, որից հետո ընտանիքով տեղափոխվել ենք քաղաք, սովորել եմ այստեղի դպրոցներից մեկում, չնայած նրան, որ իմ ամբողջ մանկությունն ու պատանեկությունը անցել է գյուղում, բայց ավարտել եմ այստեղի դպրոցը, որից հետո ընդունվել եմ ինստիտուտ, հոգեբանության ֆակուլտետը, ավարտելուց հետո ինստիտուտս ամուսնացել եմ, ու որից էլ ծնվել են իմ երկու հրաշք աղջիկները,
Որոշ ժամանակ աշխատել եմ իմ մասնագիտությամբ։ Հետո մեծ դատարից հետո որոշեցի երկրորդ մասնագիտություն ձեռք բերել, սովորեցի մատնահատարում, որով էլ ներկա պահին աշխատում եմ, չնայած նրան, որ շարունակում եմ սովորել ու այս ոլորտում զարգանալ ու ավելի շատ առաջ գնալ։ Այդ ամեն ինչի հետ մեկտեղ իմ առօրյայի մեծ մասն են կազմում իմ աղջիկները։ Անչափ շատ եմ սիրում իմ Հայաստանը, իմ քաղաքը Գյումրիս, որտեղ անցել եմ ամբողջ մանկությունը։ Որպես սիրո դրսևորում Հայաստանից հանդեպ սիրում եմ ճամփորդել Հայաստանով մեկ, բացահայտել Հայաստանից կողտրիկ ու սիրուն վայրերը, վանքերը, ծանոթանալ Հայաստանի պատմությանը, ծանոթացնել իմ երեխաներին Հայաստանից, ամեն մի քարին ու կոպին, հենց սերունդներ, թերևս այսքանին եմ ասում։ Ու որպես տարեվերջյան վլոգ ու տարվա ամփոփում ուզում եմ ասել, որ 2025 թվականը իմ համար բավականին հաջողակ տարի էր, քանի որ կատարվեցին նպատակներից մեծ մասը, բայց որ նպատակս որ չի կատարվել, տեղափոխում եմ 2026 թվական։ Իսկ այսքանով ուզում եմ այս վլոգը ամփոփել, ասում եմ մնաք բարով և խաղաղությամբ, սիրում եմ բոլորի շատ, դե իսկ մենք կհանդիպենք արդեն ամանորյա